Իմացա են կալուգացի շպիոնը սրտնեղել է, բողոքվում է։ Մենք երկիչներ չենք կարում, այս քաղաքներում միտինգները որ անում ենք, չենք կարում երկիչի հետ պայմանավորվենք։ Հիմա ամերիկաներից, որտեղից ասես երկիչներ ենք ման գալիս, գումարները երևի 10 անգամ բարձրացնելով բերում ենք, որ գան։ Սամո, գիտես մարդիկ ինչի համար չեն ուզում կանգնել ձեր կողքը։ Գիտես մարդիկ ինչի 10 պատիկ անգամ գումարի դեպքում նույնիսկ չեն ուզում գալ ձեր միտինգներին մասնակցեն։ Մի պարզ պատճառով, որովհետև մարդկանց համար վաղուց արդեն իսկ պարզ է։ Դուք հակապետական տարրեր եք։ Դուք պետության դեմ գործող գործիչներ եք։ Դուք գործիքներ եք Հայաստան ուղարկված, որպեսզի գործեք Հայաստանի դեմ։ Դրա համար էլ մարդիկ չեն ուզում համագործակցել ձեզ հետ։ Անգամ 10 պատիկ ավել գումարի դեպքում։ 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման կեղծ թեզով հանրությանը ստող, մոլորեցնող եւ ահաբեկող կալուգացի շպիոնին առաջարկում եմ Հայաստանը փրկել նաեւ Հայաստան տեղափոխվող 300,000 դինոզավրերից ու 300,000 կոկորդիլոսներից, որովհետեւ ինչպես առաջին դեպքում գոյություն չունեն Հայաստան տեղափոխվող 300,000 ադրբեջանցիներ, այնպես էլ չեն կարող գոյություն ունենալ 300,000 կոկորդիլոսներ ու դինոզավրեր, որոնք պետք է տեղափոխվեն Հայաստան, իսկ բոլոր նշված դեպքերում կալուգացի շպիոնը ընդամենը շարքային ստախոս է, ով պայքարում է Հայաստանի Հանրապետության պետականության դեմ։ Էլի բռնվեցին, ընտրակաշառք տալու գործով հերթական անգամ կաշառատուներ են ձերբակալվել, ձայնագրություն է հրապարակվել, բայց այս անգամ ընտրակաշառքը բաժանում են ոչ թե կալուգացի շպիոնի, այլ համապատասխան բելարուսցի օլիգարխի համար, այն Գագիկ Ծառուկյանի։ Ու ամենազավեշտալին այս պատմության մեջ այն է, որ այս կաշառատուները դրանից առաջ կաշառք էին բաժանել կալուգացի օլիգարխի համար, բայց քանի որ փողը մեջը քիչ էր, հիմա սկսել էին ԲՀԿ-ի համար աշխատել, ԲՀԿ-ի համար ընտրակաշառք բաժանել։ Լսեք։ Ապեր հորոսով էս ասի ցիկլը գնացի բարգավաճ էլի։ Հա։ Բայց չէ որ հիմա մարդ է ստանում քեզ դրա համար փողը են տալի։ Դե չափա դրած որ ամիսը մի 20 հոգի տանել դեմ, փողի ու ամիսը 150,000 դրամ։ Ու այո, թե կալուգացի, թե բելարուսցի օլիգարխի համար ընտրակաշառք բաժանում է թաղային խուժանը։ Փորձ են անում թաղային խուժանի ինստիտուտը նորից հետ վերադարձնել երկիր, ինչպես մինչև 2018 թվականներ։ Թաղային խուժանի միջոցով փորձում են հարցեր լուծել։ Իսկ թե ինչ մակարդակի ու արժեհամակարգի տեր է այդ թաղային խուժանը, լսեք ինքներդ։ Plani փողը ռամզին կպահեն սալպես։ Այդ հարփած է դարձնել։ Հա, ծայրեք։ Պետք է զարու դες դարձնել։ Ապրեք, արա այեքու ուղիղն սիրա։ Այն որ ընդդիմությունը սուտասան է, դրա մասին բոլորս գիտեինք, բայց այս մեկը շեդևր էր։ Մենք ավելի շատ դպրոցներ են կառուցել իմ ժամանակ։ Բա լավ, այս ստերի մաման լացացնող Ռոբիկին մեկը չասեց, «Տոյ համբալ, բա որ այդքան դպրոց ես կառուցել, բա մի հատ դպրոց էլ քո համար կառուցեիր, որ հայերեն սովորեիր, որ երիտասարդություն բառի մեջ 3 հատ տառասխալ թույլ չտայիր, որ արկածախնդիր բառը արտասանել սովորեիր»։ Մեզ փորձում են ներքաշել մի նոր արձակախնդրության մեջ։ Հայաստանի թշնամիներին եք փնտրում։ 44 օրյա պատերազմ, որովհետև դա հրահրվեց Հայաստանի կողմից, չեմ կասկածում։ Հայաստանի թշնամիներին մի փորձեք փնտրել Հայաստանից դուրս, դրանք հենց Հայաստանի ներսում են, իդեմս Ռոբերտ Քոչարյանի եւ ընդդիմության մյուս առաջնորդների, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ստանձնել Ադրբեջանի փաստաբանի պարտականությունները եւ մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ, այնպես էլ այն անուղեղ կալուգացին է փորձում օրակարգային հարց սարքել 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման, մի բան, որ իրականում գոյություն չունի եւ չի կարող ունենալ։ Էս են սրանք Հայաստանի Հանրապետության թշնամիները։